Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հայկական արտադրության զինատեսակների եւ սպառազինության ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից։ Միությունը 2019 թվականից իրականացնում է Silicon Mountains տեղատնաժողովը, որը միավորում է պետական կառույցներին, տեխնոլոգիական համայնքին, միջազգային ընկերություններին եւ տարբեր երկրների շատ հանրաճանաչ խոսնակներին։ Այս տարի մենք որոշեցինք նոր կոնցեպտով հանդես գալ։ Կոնցեպտի անունը Rise առաջին անգամ է իրականացվում Հայաստանում, որը մի հարթակ է, միավորելով ճարտարագիտությունը, նորարարությունը, գիտությունը եւ ռազմարտունաբերությունը։ Կարմիր թելով ռազմարտունաբերությունն է գնում, որովհետեւ այսօր ներկայացված են այստեղ առաջատար ռազմարտունաբերական ընկերություններ, ինժեներական թիմեր եւ գիտահետազոտական ընկերություններ։ Իրանց ներկայացնում են իրենց պրոդուկտները եւ գաղափարները։ Ցուցահանդեսին մասնակցող Դավարո սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը սկսել է իրականացնել ԱԹՍ-ների համակարգերի նախագծումներ եւ արտադրություն, եւ որոշ նմուշներ արդեն իսկ մատակարարում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերին։ Դրանք հաջողությամբ անցել են պետական փորձարկումներ։ Ընկերությունը միևնույն ժամանակ սկսել է ցամաքային ռոբոտիզացված համակարգերի նախագծման աշխատանքները եւ այս ցուցահանդեսին ներկայացրել է նմուշներ։ ԱԹՍ-ները տարբեր տեսակ են, տարբեր նշանակության, որոնց մեջ մտնում են համ հարվածային, համ հետախուզական ու դրանց տարբեր նշանակության, տարբեր խորհուրդների համար նախատեսված մարտական մասերից սկսած մինչև էլեկտրոնիկա եւ ծրագրային ապահովում իրականացնում ընկերության կողմից ամբողջությամբ կատարվում է Հայաստանում։ Ունենք նոր նմուշներ, որոնք որ ներկայացվում են նախանմուշի տարբերակով, որը որ առաջիկայում կանցնեն պետական փորձարկումներ ու կառաջարկենք մեր զինված ուժերին, որպեսզի կնքվեն պայմանագրեր։ Ինչ վերաբերում է համատեղ պրոյեկտներին, իրականացվում է ֆրանսիական կողմի հետ, իսկ գնման մասով զուգահեռ բանակցում ենք 7 երկրների հետ։ Ցուցահանդեսին մասնակցող Լոկատոր Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։ Հիմնական գործունեության ոլորտն ավտոմատացումն է։ Ռազմարտունաբերության ոլորտում գործում է 2014 թվականից։ Այսօր մենք ներկայացնում ենք երկու արտադրանք, մեկը դա JBL ինքնակառավարվող ռումբն է, որը որ սենց ասեմ, երևի թե աշխարհում սենց բան չկար համենետեպս այն պահին, երբ որ մենք իրան ստեղծում էինք, հիմա կարող է եւ կա, բայց ոչ միտեղ չեն ներկայացնում։ Ռումբը աշխատում է ավտոնոմ ռեժիմով։ Մենք ստեղծել ենք ոչ թե թռչող սարքը, այլ այն ծրագրային ապահովումը, որը թռչող սարքին թույլ է տալիս առանց կապի, առանց արբանյակային նավիգացիայի, то есть GPS, GLONASS եւ մնացած գնա միջև թիրախ։ Ցուցահանդեսին մասնակցող Արսենալ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2019 թվականից ակտիվորեն զբաղվում է ռազմարտունաբերությամբ։ Եթե սկզբնական շրջանում ընկերությունն ուներ մի քանի նմուշ, ապա այսօր արտադրանքի տեսականին ընդգրկում է 40-ից ավել զինատեսակներ։ Մեր ընկերությունը առանձնանում է նրանով, որ ոչ միայն արտադրում է հիմնական արտադրատեսակները, այլ նաև բոլոր լրացուցիչ բաղադրիչ մասերը, մասնավորապես ականանետերի համար մենք արտադրում ենք նշանոցները, ականների եւ արկերի համար բոլոր հիմնական եւ լրացուցիչ լիցքերը, պայթուցիչները, իսկ դա բացառիկ երևույթ է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում, որ մի ընկերություն ներառի այդ ամբողջ կոմպլեքսը։ Ցուցահանդեսին մասնակցող IDS Փակ բաժնետիրական ընկերությունն իր հերթին ներկայացել էր հայրենական արտադրության բավականին մեծ սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով։ Ներկայացված էր ինչպես զինամթերք, այնպես էլ բարձր տեխնոլոգիական սպառազինություն։ Այս պայդրությամբ մենք ստեղ ներկայացեք եւ համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր, ներկայացեք ականատային համալիրներ, ներկայացեք ռադիոլոկացիոն եւ հետախուզական միջոցներ, ATS-ի բավականին մեծ ծավալի քանակի տեխնիկայք ներկայացրել, ամբողջովին մեր արտադրած սպառազինության եւ ռազմական տեխնիկան ավտոմատացված է, կարելի է կիրառել եւ ավտոմատ ռեժիմով եւ ձեռքի ռեժիմով, համատեղված է, այսինքն ինտեգրված են հետախուզական միջոցները հայտնաբերում, կրակող միջոցներ են փոխարինում եւ խնդրի կատարում, այսինքն ամբողջ ցիկլը ամբողջությամբ։ Ինչպես եւ սպասվում էր, ցուցահանդեսն առաջացրել էր մեծ հետաքրքրություն։ Մարդիկ մեծ ակտիվությամբ եւ հետաքրքրությամբ այցելեցին եւ տեսան հայկական արտադրության սպառազինությունն ու զինատեսակները։ Մանվել Մարգարյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։